Վրաստանը սատարում, թե խոչընդոտում է իր տարածքով հայ-ադրբեջանական առևտուրը։ Ադրբեջանական մամուլում հրապարակվեցին հոդվածներ, որ վրացական կողմը խոչընդոտում է ընդհանուր առևտրաշրջանառությանը բեռների տեղափոխման մասով։ Հայտնի է, որ այրում կայարանով Հայաստան մտած 1300 տոննա 22 վագոն ադրբեջանական A95 բենզինի առաջին խմբականակի համար Թբիլիսին գումար չի վերցրել։ Ասացին, եղել ու մնում են Հայաստանի ու Ադրբեջանի հուսալի գործընկերը եւ աջակցում են տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը։ Ադրբեջանական կայքերը մինչև այդ գրում էին Վրաստանը 1 տոննա նավթամթերքի տարանցման համար $92 է պահանջել։ Բաքվի դժգոհությունից հետո միայն որոշել է առաջին բեռնափոխադրման համար անվճար ճանապարհ բացել։ Ինչ կլինի հետո պարզ չէ։ Որսակագնի խնդիր կա, 5-շաբթի հաստատեց նաև Փաշինյանը։ Հույս ունեմ այդ հարցերը կամ կկարգավորվեն, կամ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր, եթե այդ գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու։ Ադրբեջանական կողմը նույնպես խոսում է սրա մասին եւ նույնիսկ շատ ավելի խիստ կերպով, քան հայկական կողմը, եւ նույնիսկ այս ադրբեջանական հոդվածներում նշվում է, որ իրենք են նպաստել, որպեսզի Վրաստանը դառնա տարանցիկ երկիր, եւ հիմա եթե վրացական կողմը չցուցաբերի ճկունություն եւ չհարմարվի նոր իրողություններին, ապա նույնիսկ կարող է այդ մենաշնորհը գլխավոր տարանցիկ ուղու այդ մենաշնորհը կորցնել։ Իսկ տարածաշրջանում տնտեսական դիրքը կորցնելու մտավախություն Վրաստանն իսկապես ունի, ասում է փորձագետը։ Ազդակները հատկապես զգալի են օգոստոսի 8-ից հետո։ Այս բոլոր հայտարարությունները եւ քննարկումները դրա մասին են խոսում, այսինքն իրենք հնարավոր է եւ նույնիսկ արհեստական խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի, չգիտեմ, ստիպեն, որ իրենց տարածքով անցնի, բայց կարծում եմ, որ դա էլ ավելի է վնասում իրենց այս դիրքին եւ հնարավոր է եւ դա էլ ավելի վնասի տրանզիտային ճանապարհ լինելու իրենց այս պահին մենաշնորհային իրավիճակին։ Վրաստանի փորձագետները հաշվարկում են, մտահոգվում տարեկան մոտ 1 միլիոն տոննա բեռների տարանցում կարող են կորցնել նոր իրողություններում։ Այ փորձագետներն ասում են, վրացական ընկերությունները կարող են աշխատել այլ ուղղություններով, կոմպենսացնելով կորուստները։ Մենք չենք կարող ասել, որ հայկական տարածքով, Հայաստանի տարածքով անցնող այս միջանցքը կամ երթուղին կամ կապուղին կամ ճանապարհը կարող են ամբողջովին սպասարկել այս միջին միջանցքի առևտրաշրջանառությանը, բայց որոշ չափով միանշանակ կնվազեցնեն Վրաստանով անցնող այս տրանզիտը։ Երևան-Բաքու խաղաղությունը քաղաքական առումով Վրաստանին ձեռնտու է, տնտեսականի հարցով նոր մոտեցումներ, քննարկումներ են պետք։ Մասնագետն ասում է, Թբիլիսին ամեն դեպքում նոր իրողությունների հետ պետք է հաշվի նստի։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։